Աստծո դեմ պայքարելը հավասար է ինքնասպանության, մարդու դեմ պայքարելը իրավունք է։ Ինչպես որ ձեզ խոստացել էի, ուզում եմ անդրադառնալ Միքայել arczepiskopos Հաչապահյանին։ Կոնկրետ այս վերջին մի քանի օրերի նրա հարցազրույցներից երկու կետի։ Մեկը, երբ կուսակրոնությանը վերաբերյալ նա ասում է քեզ ինչ կամ ձեզ ինչ, եւ մյուսը, երբ նա ասում է եկեղեցին կարող է արգելել եկեղեցի մտնելը։ Գիտեք, հոգևորականի ձեռնադրության ժամանակ, երբ հոգևորականը սարգավակությունից գալիս է քահանայության եւ քահանայությունից եպիսկոպոսության եւ եպիսկոպոսությունից կաթողիկոսի, մի հրաշալի շարական է երգվում։ Շարականը կոչվում է Աստվածային եւ երկնային շնորհ, որտեղ որ հստակ ասվում է. Սրբո եկեղեցվո ի սպասավորության ըստ վկայության անձի յուրո եւ ամենայն ժողովրդյան արժանի եղե։ Այսինքն նույն ժողովուրդը եւ նույն ձեռնադրվող անձը վկայություն են տալիս այդ ձեռնադրության համար։ Այսինքն երբ հոգևորականը կուսակրոնության ուխտ է անում, այդ նույն ժողովուրդը ում դուք ասում եք քեզ ինչ կամ ձեզ ինչ, վկայություն են տալիս։ Նրանք կարող են նաեւ վկայություն չտալ, մերժել ձեր ձեռնադրությունը, բայց նրանք վկայություն են տալիս։ Իսկ դուք այդ նույն ժողովրդին ասում եք քեզ ինչ կամ ձեզ ինչ։ Գիտեք, եթե այս ամեն ինչը ձեզ համար նորմալ է, այդ դեպքում դուք ինձանից ավելի կարիերիստ չլինեք։ Այդ դեպքում ես էլ եմ ուզում եպիսկոպոս դառնալ։ Ճիշտ է, ես ամուսնացած եմ, ունեմ զավակներ, բայց բավականին մեծ հնարավորությունների տեր եմ, հետնել շատ եմ սիրում իմ եկեղեցին։ Հասկանում եք, չէ՞, որ սա անհեթեթություն է։ Մի բան էլ հարցնեմ ձեզ։ Իսկ դուք Աստծո միջամտությունը բացառում եք։ Իսկ դուք բացառում եք, որ Աստված այս ամեն ինչի միջոցով մեզ տանում է ինքնամաքրման։ Իսկ ինքնամաքրումը անհրաժեշտություն է։ Հիմա հետ կամ մյուս հարցին, երբ դուք ասում եք, որ եկեղեցին կարող է արգելել եկեղեցի մտնել։ Գիտեք, դուք որևէ հոգևոր իշխանություն չունեք, սկսած աթեիստից, անհավատից, վերջացրած մուսուլմանով, արգելել որևէ մեկին եկեղեցի մտնել։ Այո, դուք իբրև աշխարհիկ, իբրև սեփականատեր, դրա իրավունքը ունեք։ Դուք որևէ մեկին կարող եք արգելել դռները փակել, բայց դուք հոգևոր իշխանություն չունեք որևէ մեկին արգելելու եկեղեցի մտնելը։ Գիտեք, լռությունը դավաճանություն է։ Իսկ խոսելը համարձակություն չէ։ Խոսելը հրամայական է։ Լռությունն է քանդել մեր տունը։ Բարի օր ձեզ։